Հարությունյանին հույսամ ճանաչում եք երկար տարիներ կենտրոնական ազգային մամուլի քարտուղարն է եղել, ներկայումս Տիկին Հարությունյանը արտաքին կապերի վարչության պետն է, ուղղակի այս դեպքում, քանի որ հարգելի լրագրողներ այս պահին մամուլի քարտուղար կենտրոնական ազգային նախագահ մամուլի քարտուղար չունի, ես չունեմ մամուլի քարտուղար եւ որտեղ պարոն Մակարյան երբ որ հարց տակ այդ հարցին կպատասխան մամուլի քարտուղարը դիմում է գրել նա ազատվել է ինչպես կարծում եմ մենք Տիկին Ղուկասյանի հետ շատ արդյունավետ երկարամյա համագործակցություն ենք ունեցել եւ ինքը ցանկություն եւ ինչպես պարզվեց դեռևս միջև ազգային ժողովի ընտրությունները ինքը արդեն մտադրություն ուներ այսպես ասած աշխատանքը փոխելու, այսինքն ոլորտը փոխելու, չգիտեմ, Պարոն ես Տիկին Ղուկասյանին շնորհակալություն եմ հայտնել ամենայն հարգանքով մենք այսպես ասած ոնց սկսել ենք աշխատել ինչպես դեռ երկար տարիներ այսպես բարեկամներ, չգիտեմ, ընկերներ, մենք այդպես էլ բաժանվել ենք։ Պարոն Մակարյան, ես խնդրում եմ տողատակեր, ինչեր, այդ ամեն ինչը դուք հնարավորություն ունեք, եթե ես ասում եմ մենք բաժանվել ենք որպես կրկին լավ ընկերներ, այսքան։ Բայց չէ, շոկը առաջիններ այնտեղից նստած։ Պարոն Հովակիմյան, դուք ստացել եք միջնորդություն գլխավոր դատախազությունից Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան կալանավորելու վերաբերյալ ըստ էության այս պահին արդեն պատգամավոր է Նարեկ Կարապետյանը, արդյոք ձեր մարմինը իրավունք ունի, լիազորություն ունի քննելու նրա Հարգելի օպերատորներ, խնդրում եմ կենտրոնական ազգային նիստերի դալիճի գույքը չվնասել։ Համեցեք, արդյոք ձեր մարմինը իրավունք ունի քննելու այս պահից սկսած, երբ արդեն ըստ էության մանդատի տրամադրման վերաբերյալ դուք արձանագրություն կազմեցիք նրա մեղադրանքի վերաբերյալ եւ կալանքի վերաբերյալ այդ միջնորդությունը, որովհետեւ փաստաբանը ավելի շուտ Արամ Վարդեբանյանը, որը նաեւ պատգամավորի մանդատ ստացավ, հայտարարում է, որ խախտում է եւ արդեն ՀՀ-ի լիազորությունից դուրս է այս հարցը եւ տեղափոխված է ազգային ժողովի տիրույթ, կխնդրեի սրան անդրադառնայիք նաեւ հողում անելով են կարգավորումներին, որոնք ձեզ թույլ են տալիս արդեն պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հարցը քննարկել կալանքի եւ մեղադրանքի։ Շնորհակալություն։ Ես իհարկե համոզված եմ, որ պարոն Վարդեբանյանը շատ փորձառու իրավաբան է եւ հնարավոր է, որ դուք ամբողջությամբ չեք վերարտադրում իր ասածը, որովհետեւ ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը ըստ էության պահանջում է, որպեսզի կարող եմ բացել ընթերցել ձեզ համար, որ պատգամավորի թեկնածուի եւ պատգամավորի թեկնածուի մինչև պատգամավորի լիազորությունը ստանձնել ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետամտում կարող է հարուցել միայն կենտրոնական հանձնաժողովի համաձայնությամբ։ Սա այս ձևակերպումը նաև արտացոլված է Սահմանադրական դատարանի 22 թվականի, եթե չեմ սխալվում, մարտի ներկայացվել 1644 որոշման մեջ, որտեղ Սահմանադրական դատարանը այս միջակայքի համար, այսինքն ընտրված պատգամավորի, բայց լիազորությունները չստանձնած իրավիճակում պահանջում է, որպեսզի քրեական հետապնդում հարուցումը, ազատություն զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ միայն կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ եւ այդ որոշումները պիտի ընդունվեն 2/3-ով։ Այսինքն այս դեպքում բոլորիդ հայտնի է, որ մենք եթե 5 միջնորդություն Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք ունեցել ենք այդ պահին 5
միջնորդություններ պատգամության տեխնացուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Այդ միջնորդությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով որոշումներով վերադարձրել է դատախազությանը, որովհետև ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 91-րդ հոդվածի ասեմ Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները 91-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ նախադասությունն է։ Իրավունքները եւ պարտականությունները պատգամավորի տեխնացուի վրա տարածում են մինչև ազգային ժողովի ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճակման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճակման դեպքում մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը։ Այսինքն պատգամավորի տեխնացուների կարգավիճակը սահմանադրական դատարանի որոշումից հետո դադարում է, բայց մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընտրված պատգամավոր տեխնացուները հնարավոր մինչև այս պահը հնարավորություն ունեին, ասենք, կամ ճանաչվելու ընտրված պատգամավոր, կամ եթե, ասենք, իրենց հերթը չի ասում, ուղղակի կամ ինքնաբացարկ են ներկայացնում, այդ դեպքում չեն ստանձնում։ Եվ ըստ էության դատախազությունից այդ մեր որոշումից հետո հուլիսի 13-ին, եթե չեմ սխալվում, կարող է ամսաթի ուղղակի սխալվեմ, հուլիսի 13 կամ 14-ին դատախազությունից մենք կրկին ստացել ենք միջնորդություն, կրկին Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը որ դատախազությունը հղում կատարելով սահմանադրական դատարանի կողմից հիշատակված որոշմանը, որ ըստ էության, երբ որ ընտրված պատգամավորը քանի դեռ լիազորությունները չի ստանձնել, այս դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Եվ ըստ էության մենք այդ իրավիճակը մինչ արձանագրության կազմում, մինչ խորհրդարանի կազմի հաստատումը, մինչ ընտրված պատգամավորների ցանկի հրապարակումը, մենք այդ իրավական կարգավիճակը չունենք։ Տեսեք, այսօր 17:00-ին նշանակված է արտահերթ նիստ այդ միջնորդության քննարկման նպատակով, այդ մասին ծանոթացած է Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի լիազոր ներկայացուցիչ պարոն Վարդևանյանը ծանոթացած են, մյուս լիազոր ներկայացուցիչ ծանոթացած եւ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմից խնդրել են հնարավորություն, եթե կարիք կա պարոն Կարապետյանին եւս ծանոթելու, այսինքն եւ 17:00-ին այդ միջնորդությունը քննարկվելու է։ Պարոն Հովակիմյան, այսինքն ստացվում է, որ մինչև օգոստոսի 2-ը ինչ խնդիր առաջանա, դուք եք քննելու այդ միջնորդությունները։ Հարգելի լրագրողներ եւ մեզ հետեւող քաղաքացիներ, ըստ էության մինչև օգոստոսի 2-ը, եթե արձանագրությունում ընտրված պատգամավորներից որևէ մեկի հետ կապված քրեական հետապնդում հարուցելու խնդիր առաջանա, այո, պիտի դատախազությունը դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ համաձայնություն ստանա, այնուհետև նոր քրեական հետապնդումը հարուցի, եթե չստանա համաձայնությունը, չի կարող այդ քրեական հետապնդումը հարուցել։ Օգոստոսի 2-ի 10:00-ից սկսված արդեն պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համար դատախազությունը այլևս պետք է դիմի խորհրդարանին։ Մի կարճ ճշտում էր պարոն Հովակիմյան, այսինքն հուլիսի 13-ին եք ստացել դիմումը, այսօր նոր եք քննարկելու։ Եվ եթե այո, ինչու։ Այո, որովհետև սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված այդ կարգավիճակը ընտրված պատգամավոր եւ լիազորությունները չստանձնած այդ կարգավիճակը տեխնացուն ձեռք է բերում միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրված պատգամավորների մանդատները, այսինքն արձանագրության կազմելու եւ մանդատներ հանձնելուց հետո, այսինքն այն արձանագրությունը, որ մենք կազմեցինք, մինչեւ այդ արձանագրության պահը տեխնացուները ըստ էության
այսպես ասենք, տեխնացու որպես այդպիսին, այսինքն նախկին ընտրական օրենսգրքով տրված իրավունքներ եւ պարտականություններ չունեն, որտեղ ինչպես ներկայացի 91-րդ հոդվածը ընտրական օրենսգրքը ասում է, որ միջև սահմանադրական դատարանի որոշումը այդ իրավունքները պարտականությունները ունեն, բայց որպեսզի տեխնացուի կարգավիճակը փոխվի եւ ինքը լինի ընտրված, բայց լիազորությունները չստանձնած падգամավոր, այս արձանագրությունից հետո, այսինքն այս ժամանակահատվածն է, որ ստացվում է հուլիսի 21-ից այս պահից մինչև օգոստոսի 2-ի 10:00-ն է, որ արձանագրությունում ընդգրկված ընտրված падգամավորները ունեն ընտրված, բայց լիազորությունները չստացված падգամավորի կարգավիճակը։ Պարոն Հովակիմյան, ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո, երբ արդեն պարզել, որ ուժերն են ասելու խորհրդարան, ձեր նկարներով բազմաթիվ էջերում, այսպես նկարչի կերպարով լուսանկարներ են տարածում, ձեզ անվանում էին նկարիչ, ԽՊԻ նկարիչ, ձեր արձագանքը ինչպիսին է այդ բոլոր մեկնաբանությունները, նաև ընդդիմությունը, հա, կարծես ասում են ժամանակին ՀԺ-ի Նիկոլ Փաշինյանի համար աշխատած Հովակիմյանից ինչ պետք է սպասել, այս դիտարկումները եւ նաև լուսանկարներին ձեր արձագանքը եւ այսօր Նարեկ Կարապետյանի հետ կապված այսպես ենթադրվում է, որ կվարվեք այնպես, ինչպես նախկինում մյուս ընդդիմադիրների դեպքում է եղել։ Վերջի պատճառը կզրկվի անձնամխելությունից Նարեկ Կարապետյանը ունեն ձեր պատասխանը, ինչպես մենք տեսել ենք նախկինում ընդդիմադիր այլ գործիչների դեպքում է կհմվարվել։ Ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը նախապես սկսեմ վերջից ձեր հարցի։ Նախ ուղղակի ես քան որ մեղքի չթաքցնեմ, ես կան լրագրողներ, ում ճանաչում եմ այսպես վաղուց հին, այսպես իմ նախկին կյանքից եւ կան լրագրողներ, որոնք որ նորեն հազարներություն որ չեմ ճանաչում։ Դուք որ Ուզում ասեմ, որ մեզ հետևում են օնլայն հետևողներն են։ Հրապարակորաթերթ Աննա Պապիկյան, պարոն Հովակյան։ Աննա Պապիկյան։ Տիկին Պապիկյան։ Քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, քաղաքացիները իրենց նախապատվություններով, նկատի ունեմ, ասենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով կարող են ազատեն ով ինչպես ցանկանում է գնահատական տալու։ Եթե այդ գնահատականը չի հատում վիրավորանքի կամ զրպարտության շեմը, տվյալ դեպքում, ասենք իրավական գործընթաց հարուցելու հիմքը կարող լինել վիրավորանքի շեմը հատելը։ Ես տեսել եմ սոցցանցերում եւ այդ թվում վիրավորական արտահայտություններ, բայց կարծում եմ, որ այս դեպքում իրավական գործընթաց հարուցելու կարիք չկա։ Յուրաքանչյուր մարդուն դատում են ասում ժամանակը։ Ես կարող եմ պարզ ճակատով ասել, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները անցել են ազատ, արդար, թափանցիկ։ Այդ ընտրությունները բոլոր նախորդ ընտրությունների համեմատությամբ այդ ընտրությունների ընթացքում թերացումներ անհամեմատ քիչ են եղել, բայց մենք ունեցել ենք իրավիճակ, երբ որ ըստ էության քաղաքական ուժերից մեկի անցնել չանցնելու խնդիրը, այսպես շեմը շատ զգայուն իրավիճակում է եղել եւ այդ լարվածությունը, այդ նաև էմոցիաները դրանով են պայմանավորված եղել, բայց ես կրկնում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2026 թվականի հունիսի 7-ին, եղել են մինչ այդ տեղի ունեցած ընտրությունների, այսպես ասենք, համեմատում իրենց թերություններով, տեխնիկական խնդիրներով լավագույնը։ Եվ սա բնական է, սա ընդամենը զարգացման ընթացք է, ինչպես նախորդ բոլոր ընտրություններն էին միշտ առաջընթաց ունենում, այդ թվում նաև տեխնիկական ապահովման մյուս խնդիրներով, այս ընտրությունները եւս, բայց կար մեծ
էմոցիա, մեծ, այսպես ասած, լարում, որը որ կրկնում եմ այդ քաղաքական ուժերի ակնկալիքներով, հույսերով, չգիտեմ, Պարոն Հովակիմյան, ներողություն, դες մեղադրում են շատերը ԲՀԿ-ի ձայներ գողանալու մեջ եւ դες ասում են ձայների գող։ Մանդատագողության մեջ են դες մեղադրում։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, կարող են բազմաթիվ վիավորանքներ հնչեցնել։ Հիմա ես ուզում եմ ձեր մղումը հասկանալ։ Վիավորանքները հնչեցնելու ձեր մղումը հասկանալ։ Հիմա որովհետև հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, ես հիմի եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ եղել։ Հիմա դուք այդ հարցը հնչեցնելով, ընդամենը դուք եք ինձ փոխում վիավորել, որովհետև այնինչ որ մարդիկ, այսպես ասեմ, չգիտեմ, մարդիկ ասենք սոցցանցերում կգրեն կամ քաղաքական գործիչները իրենց հայտարարություններին կանեն, ով կանի, ես, եթե անհրաժեշտ համարեմ, իրենց կարձագանքեմ։ Դուք դա վիավորանքը հարցի վերածելով ընդամենը դուք եք արդեն հանդես գալիս վիավորողի դերում։ Եվ ես պիտի պարոն լսեք, հարց եք տալիս պատասխանում այս դեպքում էլ նաև ինչ որ չափով նաև ձեզ ա վերաբերում, որովհետև դուք էլ այդ նման վիավորանքները հարցերի մեջ դնելու բնավորություն ունեք։ Ես պիտի ձեզ ուղղակի հորդորեմ, որ զերծ մնացեք, որովհետև այդպես դուք անկեղծ ասած լրագրողի վեհ մասնագիտություն եք։ Ես 20 տարի լրագրող եմ եղել, ես հպարտ եմ իմ այդ 20 տարվա փորձով, ես դա համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից մեկը եւ ձեզ ուղղակի խնդրում եմ այդ մասնագիտությունը ոտատակ չտալ զուտ քաղաքական ինչ-որ շատ սպասարկելով։ Խնդրանքս դա է, կարող եք խնդրանքս մի զուգահեռ մի խոսեք, ավարտեմ, հետո էլի նորից արտահայտվեք, հարց չկա։ Խնդրանքս կարող եք խնդրանքս հարգել եւ չանել, կարող եք խնդրանքս անտեսել եւ շարունակել այն, ինչ որ անում եք, դա ձեր գործն է։ Ես ուղղակի իմ խնդրանքը զուտ որպես նախկին լրագրող, ասում եմ, այն մանդատը, որ ես ունեցել եմ լրագրողի, ես հարգում եմ ու խնդրում եմ, որ դուք էլ ձեր գործունեությամբ ուղղակի լրագրողի մասնագիտությունը չնսեմացնեք։ Պարոն Հովակիմյան, շատ ներողություն էլի, այդ որ դուք վիրավորվում եք, նախ այդ մանդատագող եւ ավելի վատ բաներ նախկինում Մուկուչյանին են ասել, երկրորդ սա վիրավորանք չի ընդամենը հանրության գնահատականն է, որ մենք փոխանցում ենք ակնկալելով ձեր արձագանքը։ Երրորդ, երբ որ դուք լրագրողական մասնագիտությունից եք խոսում ու մնացածի ոտնատակ տակ բան, ես իմ ձեռքի տակ էր հայտնվել մի գրություն Նիկոլ Փաշինյանի նամակը կարծեմ կալանավարից ուղված հայկական ժամանակի տարբեր լրագրողների, այդ թվում ձեզ, հիմա բառացի չեմ հիշում, որ շատ փորձեմ հեռուստից մեջ կգտնեմ այդ գրությունը, որտեղ նաև ինքը ձեր հասցեին էր բավականին կոշտ դիտողություններ անում, ձեր հասցեին էր կոշտ գնահատականների, իմ կարծիքով վիրավորական գնահատականներ հնչեցնում, որ դուք վատ լրագրող եք եւ չեք կարողանում լավ հոդվածներ գրել, այնպես որ եկեք եթե ուզում ենք վերադառնալ անցյալը, անցյալում շատ հետաքրքիր բաներ, դրվագներ կարելի է բան անել, փորփրել, գտնել։ Խնդրում եմ լրագրողներին այդպես մի պիտակավորեք կամ թիրախավորեք, որ մենք վիրավորանք ենք փոխանցում։ Մենք փոխանցում ենք հանրության գնահատականը։ Մարդիկ ձեզ ասում են, որ դուք գողացել եք մանդատները, որ դուք թվանկարչությամբ եք զբաղվում, դուք խլեցիք ԲՀԿ-ի ձայներն ու մանդատները, հազարավոր մարդիկ, որոնք որ ձայն են տվել այդ քաղաքական ուժին եւ ինքը այդ քաղաքական ուժը անցողիկ շեմը հաղթարել էր, ըստ գնահատականների, այդ թվում այդ ուժի գնահատականների, ասում են, որ Հովակիմյան Վահագնը իր թիմով այստեղ տիկին ունեն մյուսները նստած, բոլորով միամուր խլեցիք իրենց մանդատները, անտեսեցիք, ոտնահարեցիք, ոտնատակ տվեցիք հազարավոր մարդկանց քաղաքացիների ձայները։ Հիմա դուք ինչից եք վիրավորվում։ Եթե Մուկուչյանը երևի նայում ասում է ոնց ես ուզում ասեմ, դուք հարց եք, ես հասկանում եմ, դուք քաղաքական գործունեությամբ եք ցանկանում այստեղ մանդատ կստանայի։ Դե կարծում որ ինձ առաջարկներ եղել են չեմ ուզել, որ ուզենայի զբաղվեի մանդատ կտայք հիմա դուք ինձ։ Բարեբախտաբար չեք տվել։ Պարոն Մակարյան, դուք կարող եք ազատ եք զբաղվել հանրային գործունեությամբ։ Ես լրագրությամբ եմ։ Դուք, պարոն Մակարյան, իմ ընկալմամբ դուք հանրային գործունեությամբ եք զբաղվում, որը լրագրության հետ
Դա ձեր կարծիքն է, պարոն Հովակիմյան, ես իմ ընկերոջ խոսքը շարունակեցի եւ Պարմական, դուք պարմական, եք լրագրում։ պարմական, դուք լսեք, պարմական, դուք ինքներդ եք, դուք ոչ մյուսները, դուք ինքներդ եք լրագրողի մասնագիտությունը ձեր վարքով Դա ձեր գնահատականը սխալ է։ Այո, պարմական, ես հնչեցնել է վիրավորել Պարոն ոչինչ Մակարյան, գործիչներին։ Պարոն Հովակիմյան, խնդրում եմ պատասխանեք հարցին։ Պարոն Մակարյան, Հարցը այդ մասն ու մի վիճակ լրագրողներին։ Մենք չենք եկել ես չեմ վիճում ձերդ, պարոն հարգելի, Հարգելի կարող եմ Հովակիմյան ջան, մի Հարգելի պարոն Մակարյան ջան, երբ որ հարց եք տալիս, բարի եղեք լսել պատասխանը։ Եվ խնդրում եմ ձեր վարքով լրագրողի գործը մի վերածեք, այսպես ասենք, Պաշտոնյաների հետ կռիվանող կամ բանավիճող մասնագիտությամբ։ Ես կրկնում եմ, պատասխանեք մեր հարցին։ պարոն Մակարյան, ես հենց ձեր հարցին եմ պատասխանում, եթե համբերություն ունենաք լսելու, համբերություն ունեցեք, պարոն Մակարյան, համբերությունը գիտեք ինչ բան է։ Որ համբերեինք։ Կամ պատասխանեք հարցին, կամ անցնենք։ Պարոն Մակարյան, Պարոն Հովակիմյան, մենք լավ, հետ եմ ասում, պարոն Մակարյան, Պարոն Հովակիմյան, պատասխանեք հարցին։ Ես ուզում եմ պատասխանել, դուք անդադ զուգահեռ խոսում եք։ Երկար եք պատասխան։ Պարոն Մակարյան, կլինի իմ պատասխանը դուք չորոշեք ինչ պիտի պատասխանեք։ 20 վայրկյան ձեն չեմ անում։ Կրկնում եմ, պարոն Մակարյան, Պաշտոնյաների հետ վիճելը դա լրագրողություն չի։ Շատ լավ։ Ես Փառք Աստծո եղել եմ թերթի լրագրող, ինչ որ գրել եմ, ի տարբերություն ասենք ներկայիս օրինակ կայքերի այս աշխարհի ոչ մի բան ջնջված չի։ Ու ես երբեք այո սուր հարցեր շատ եմ տվել, իմ ոլորտներում եղել եմ ամենասուր հարցեր տվողը, բայց երբեք իմ հարցերի մեջ վիավորանք չի եղել ու ձեր հարցը հարց չէր, ձեր հարցը վիավորանք էր, ձեր հարցը Պարոն Մակարյան, ասեք որ բառներ վիրավորանք, հենց հիմա ներողություն խնդրեմ։ Որ բառներ։ Կարող եք լռել։ Հարց եք տվել, ունեցեք դուք ձեզ հարգեք, ես կարող եմ լռել։ Ես ժեստ եմ անում տղամարդկային, ասեք որ բառներ վիրավորանք, ներողություն խնդրեմ։ Վայ, Պարոն Մակարյան, եկեք բան անենք, մյուսներին հնարավորություն տանք, վերջում կարող եք մնալ ձեր on-line-ը կմիացնեք, այդ բանավեճը կծավալենք, համեցեք ես կոմ։ Պարոն Հովակիմյան, Factor TV Արփի Հակոբյան, պարոն Հովակիմյան, տեսեք, այս պահին Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կա ընտրված, բայց նա այսօր ստացավ վկայական, այսինքն ազգային, որ նա ազգային ժողովի падգամավոր է։ Այս հարցը կխնդրեմ նախասեք ինչպես է կարգավորվում, ինչ գործողություններ, ինչ փուլեր պետք է հաջորդեն սրան, որ մի կողմից մարդը փաստորեն կալային գիտակ է, մյուս կողմից մանդատ է ստացել եւ պարոն Հովակիմյան, դուք նախկինում ընտրություններից առաջ մերժել եք դատախազության միջնորդությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, դա ինչով էր պայմանավորված, այսինքն այն ժամանակ չկային այն հիմքերը, որոնք որ հիմա կան այս նոր միջնորդությամբ։ Շնորհակալ եմ։ Նախ պարոն Ղազինյանի հետ կապված արգելի լրագրողներ ջան, դա կենտրոնական տրական հանձնաժողովի եւ ԿԸ-ի տիրույթից դուրս է։ Բարձրաբանում ինչու, որովհետեւ այս դեպքում իրավական կարգավիճակը տվյալ դեպքում անձի նկատմամբ կա քրեական հետապնդում, չէ, նաեւ կարծեմ խափանման միջոցներ կանոնավորումը։ Եվ անձը ընտրվել է падգամավոր։ Այս իրավական կարգավիճակը արդեն դատախազության եւ պարոն Ղազինյանի փաստաբանների այսպես ասենք քննարկման տիրույթում է։ Այսինքն տեսեք, վկայականը տվել ենք, տեսեք, կրկնում եմ, իրավիճակը, որովհետեւ նոր կարգավիճակը, որ պարոն Ղազինյանը ձեռք է բերել, այսինքն ընտրված, բայց լիազորությունը չստացած падգամավորի, ինքը նույն այն կարգավիճակն է, որը որ ներկայումս օրինակ պարոն Կարապետյանը ունի։ Այսինքն տվյալ դեպքում սահմանադրական դատարանը ըստ էության տեխնացուի, падգամավորի տեխնացուի եւ
ընտրված, բայց լիազորությունը չստանձնած падգամավորի կարգավիճակը նույնացնում է։ Եվ հետագա իրավական գործընթացները արդեն գտնվում են պարոն Ղազինյանի իր փաստաբանների եւ դատախազության տիրույթում։ Իրենք են արդեն այստեղ ես կարող եմ, եթե չեմ սխալվում, 21 թվականում նման իրավիճակ եղել է եւ 21 թվականին կարծեմ հենց դրանով էր պայմանավորված նաեւ հետագայում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որ 1644-ը, որը հիշատակից է, որ Սահմանադրական դատարան ըստ էության նման պարագաներում պահանջում է, որպիսի ազգային ժողովում, այսինքն մանդատը, այսինքն լիազորությունը ստանձնելուց հետո պարտադիր դատախազությունը նաև ստանա ազգային ժողովի համաձայնությունը падգամավորի նկատմամբ այդ քրեական հետապնդումը շարունակելու համար։ Դա 21 թվականին այդպես եղել է եւ հիմա ես ընդհանրապես ասում եմ, թե սա ինչ իրական, բայց գործընթացի տերը, այսինքն ովքեր որ պիտի համապատասխան միջոցները ձեռնարկեն, դա դատախազությունն է եւ պարոն Ղազինյանի ինքը պարոն Ղազինյան եւ իր փաստաբանները։ Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի հետ կապված մի շնորհ, հենց խնդիրը ես որ ներկայացնում եմ դրա մասին էր, որ երբ որ միջնորդությունը ներկայացվել էր եւ Սահմանադրական դատարանի որոշումից հետո այլևս падգամավորի տեխնացուի իրավունքները եւ պարտականությունները դադարում են 91-րդ հոդվածի ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի հիմքով падգամավորի տեխնացուի իրավունքները եւ պարտականությունները դադարում են ընտրական օրենսգրքով պայմանավորված եւ այդ ժամանակ մենք կենտրոնական ընտրական հանձնաժողով հենց 91-րդ հոդվածի հիմքով ոչ թե մերժել, այլ վերադարձրել ենք մենք միջնորդություններ վերադարձել ենք, որովհետեւ 91-րդ հոդվածի լույսի ներքո այլևս կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ միջնորդությունը չէ կարող քննարկել, որովհետև 91-րդը հստակ է ասում, որ падգամավորի տեխնացուի իրավունքները եւ պարտականությունները գործում են մինչև Սահմանադրական դատարանի որոշումը։ Բայց տեսեք, պարոն Ղազինյանի դեպքում, պարոն Ղազինյանի դեպքում ինքը եղել է տեխնացու, իսկ ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը հարգելի լրագրող, կարող եմ ընտրական օրենսգիրքը տամ ընթերցեք, ինքը հենց ասում է տեխնացու, ոնց որ թվարկում է падգամավորի տեխնացու, ընտրված լիազորությունները չստանձնած падգամավորի, այսինքն այս երկու կարգավիճակի համար պահանջում է, որպիսի բացառապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ միայն քրեական հետապնդումը հարուցի։ Երբ որ պարոն Ղազինյանը եղել է падգամավորի տեխնացու, այն ժամանակ դատախազությունը միջնորդությունը ներկայացրել է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ միջնորդությունը քննարկել է եւ որոշումը կայացրել է, բավարարել։ Եվ մի հանգամանք եւս պիտի ուղղակի նաեւ մեզ հետևող քաղաքացիների համար ըստ էության Սահմանադրական դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտարկի տեխնացուի որպես տեխնացու իրավունքների պահպանության հարցը, այսինքն իր ընտրվելու իրավունքի, որպեսզի տեղի չունենա ընտրվելու իրավունքի խախտում։ Այսինքն սա Սահմանադրական, այսինքն դատարանի պահանջն է, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջնորդությունները քննարկելիս դատարանի գործառույթ չի իրականացում, այսինքն ապացույցները թույլատրելի են, թույլատրելի չեն, կամ մեղադրանքը, այսինքն հիմնավոր կասկածը, այսինքն արկա է, արկա չէ, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ դեպքում խնդրին մոտենում է միջնորդությունը քննարկելիս սուտ տեխնացուի իրավունքների, որպես տեխնացուի իրավունքների ապահովման տեսանկյունից եւ բազմաթիվ միջնորդություններ, որոնք որ եղել էին, որ մինչև քվեարկության օրը մենք ունեցել ենք միջնորդություններ, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել հունիսի 5-ին եւ 6-ին։ Հիմա ես ուղղակի տեղեկացնեմ, այդ միջնորդությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է ընտրություններից ավարտից ամսի 15-ին, եթե չեմ սխալվում, հունիսի, այսինքն ընտրությունները ամփոփելուց հետո, այսինքն Սահմանադրական դատարանի այն պահանջը, որ տեխնացուի, որպես տեխնացուի իրավունքները
չպիտի ոտնարվեն, դա նաև դա նկատի ունենք։ Այսինքն այդ հունիսի 15-ին այլևս տեխնացիոն ընտրվելու իրավունքի այս խնդիրը չկար։ Հիմա այս ինստիտուտը կա եւ ընտրական օրենսգրքում այս կարգավորումը կա նաև համանդրական դատարանի որոշում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով այս խնդիրները քննարկում եւ տալիս է լուծումներ։ Պարոն Կարապետյանի հետ կապված իրավիճակի փոփոխությունը կարծում եմ հասկանալի դարձավ, որ ինքը որպես տեխնացու իր իրավունքները պարտականությունը դադարել են եւ մենք վերադարձրել են միջնորդությունը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուցակի առաջին ամանը դատախազությունը հենց գնահատելով, որ իրենք որ համանդրական դատարանի որոշման, այսպես ասած, լույսի ներքո իրենք պիտի պարտադիր ստանան կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը, իրենք նորից արդեն այսպես դրամաշակված միջնորդություն կրկին ներկայացրել են եւ այսօր մենք նոր այդ միջնորդությանը կանդրադառնանք։ Պարոն Հովհաննիսյան, սա ազգային ժողովի այս վերջին օրենքի փոփոխությունների հետ կապ ունի բուժզնությունից հրաժարվելու եւ պարտադրելու, որտեղ այդպիսի խոսակցություն Նարեկ Կարապետյանի չծառայելու վերաբերյալ գործը այդ բարույթը ինչին է վերաբերում։ Հարգելի լրագրողներ, քանի որ ինչու են այդ նիստերը դռնփակ, որտեղ ինքը նախաքննության նյութերն են հրապարակվում այդ նիստում եւ նախաքննության գաղտնիքի տերը տվյալ դեպքում դատախազությունն է, որ եւ տեսեք դուք ես որպես կրոն նախագահ եւ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները իրավունք չունեն որևէ կերպ այսպես ասած հրապարակելու մեղադրանքի նյութերը կամ մեղադրանքը ինչու է կայանում։ Դա եթե դատախազությունը կցանկանա, դատախազությունը կանի նույնիսկ փաստաբաններն են այդ որոշակի կաշկանդվածություն ունեն, օրինակ որքան իրենք կարող են ասենք ներկայացնել, բայց ամեն դեպքում հաստատապես տվյալ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ իրավունք չունի նախաքննության թեման բացահայտելու։ Ուղղակի լրացումի հասկաներ ես էլի, պարոն Հովհաննիսյան, միայն Նարեկ Կարապետյանի հետ կապված է դիմում, թե այլ անձանց վերաբերյալ եւս դիմում կա, որը դեռևս չի քննարկվել։ Քանի որ այս ասուլիսը նախատեսված չէր մեր զուգահեռ աշխատանքների հետ կապված, ես չլսեցի ինչ եք հարցնում, թե ձեր հարց Ուրիշ միջնորդություն կա, բացի այս բարձրաձայնվածից, պարոն Հովհաննիսյան։ Այլ միջնորդություններ եւս կան, բայց այդ միջնորդությունները քանի որ այս պահից այլևս ասենք ում վերաբերյալ որ միջնորդություն ներկայացվել է տվյալ քաղաքացիները իրենք չեն հանդիսանում ընտրված բայց լիազորությունից չստանձնած տեխնացուներ, այսինքն իրենք տեխնացուների իրավունքներից եւ պարտականությունից ընդհանրապես չեն օգտվում եւ տվյալ դեպքում արդեն կրկին մենք այդ միջնորդությունները վերադարձնել ենք դատախազությանը։ Այսինքն մենք քննարկելու այս բանին իրավական տեսանկյունից քննարկելու խնդիր ունենք միայն մեկ միջնորդության հետ։ Պարոն Կապելյան, դիմում եք ողորմ Հովհաննիսյան, դատախազությունը թվով քանի դիմում է ներկայացրել այդ քաղաքացիների հետ կապված։ Միջնորդությունները նկատի ունեք ընդհանուր 4-ն է, եթե չեմ սխալվում։ Շնորհակալ։ Ես հերթի մեջ եմ եղել, կներեք։ Մերի Մանուկյան 24 News։ Պարոն Հովհաննիսյան, դուք նշեցիք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կամ ընդհանրապես անցկացման հետ կապված կարող եք հպարտանալ ու ասել արդար, թափանցիկ, առանց
խախտումների է տեղի ունեցել, բայց Սահմանադրական դատարանը ամեն դեպքում իր որոշման մեջ գտել է, որ տեղի են ունեցել ընտրախախտումներ եւ մասնավորապես այն երկու ընտրատեղամասերի վերաբերյալ կուզեմ անդրադարձ կատարեք, որի մասով էլ ասում եք, որ ընտրություններից հետո կխոսեք։ Այդ երկու ընտրատեղամասերի արդյունքները վճռորոշ են եղել այնքանով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության 5 մանդատները չեն ստացել տվյալ ուժի ներկայացուցիչները եւ այդտեղ խախտումները ձեր խոսքն են մեջբերում Սահմանադրական դատարանի նիստից հետո, որ այնտեղ այնպիսի խախտումներ են տեղի ունեցել, որտեղ ընտրությունների անցկացումը հնարավոր չէ շարունակականություն ապավել։ Այսինքն դուք այստեղ ընդունում եք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թերացել է իր աշխատանքում, ուշ է արձագանքել, ինչով պայմանավորված է հիմա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի անցել խորհրդարան, որտեղ եթե այդտեղ կար խնդիր, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակին չի արձագանքել, փորձել ուղղել, շտկել այդ խնդիրները, որպեսզի նաև մարդիկ իրենց սահմանադրորեն տրված իրավունքները կարողանան իրացնել։ Եվ մեկ երկրորդ հարց, պարոն Հովակիմյան, կապված նախաքննական գաղտնիքի հետ, մոտ 1 ամիս առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովում համենայն դեպս պատշաճ կերպով տեղեկատվությունները հրապարակվում էր, թե ում վերաբերյալ ինչ միջնորդություններ են ներկայացված, բայց Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նախորդ միջնորդության վերաբերյալ որևէ տվյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չկար, ուղղակի անորոշ ձևով ձևակերպումներ էին, որ միջնորդություններ են ներկայացված եւ նույնն էլ հիմա ուզում եմ հասկանամ ինչն է փոփոխվել, մասնավորապես նաեւ այն պարագայում, որ ընտրություններից առաջ եւ ընթացքում նաեւ դուք եթե չեմ սխալվում, հակակոռուպցիոն կոմիտեի հետ հրապարակված տեքստերի, ձայնագրությունների վերաբերյալ, որտեղ չհնչեցվեն ուժերի անունները, դիմում էիք ներկայացրել, որը մերժվել։ Հիմա ինչպես է ստացվում, որ այս դեպքում նախաքննական գաղտնիք չի պահվում, բայց ձեր դեպքում ինչ որ ընթացքում արդեն սկսում եք նախաքննական գաղտնիքը պահել։ Շնորհակալություն։ Հարգելի լրագրողներ ջան, Տիկին Մանուկյան ջան, տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն որ ասում եք հրապարակում ենք, մենք հրապարակում ենք ընդհանրապես վարչական վարույթի մասին ծանոթությունները, որտեղ քրեական գործի մասին կամ մեղադրանքի մասին ոչինչ չկար։ Մենք ընդհանրապես երբ որ ունենում ենք միջնորդություն քննարկելու, չէ՞, վարչական վարույթ, մենք ընդհանրապես հրապարակային ինչպես կարգն է, ծանոթում ենք մեր կայքում ծանոթում ենք, որ նման միջնորդություն է քննարկել, բայց այնտեղ երբեք չի եղել որևէ մեղադրանքի մասին որևէ։ Ահա, տեսեք, բայց երբ որ իմի գանք ծանոթելու, երբ որ վարչական վարույթ ունեցել ենք, այսինքն միջնորդությունը քննարկելու, այսինքն առարկական քննարկելու, ծանոթել ենք։ Ես կրկին հիշեցնում եմ, մենք ըստ էության վերջին նման նիստը ունեցել ենք հունիսի 19-ին, որ ասացի, դրանից հետո մենք ունեցել ենք նիստ, որի ժամանակ ընդհանրապես միջնորդությունները վերադարձրել ենք, այսինքն առարկայական միջնորդությունները չեն քննարկել։ Դրա համար վարչական վարույթ, որպեսզի այդպեսին, այսինքն ծանոթման կողմերից ծանոթում, տեղի ես ճիշտ ասած վստահ չեմ, ասենք դա հրապարակային դրվել է, թե չի դրվել, բայց ենթադրում եմ, որ դրանով է պայմանավորվել։ Որովհետև այդ ժամանակ մենք ընդհանրապես քննարկել ենք միջնորդությունները վերադարձնելու հարցը։ Այսօրվա մեկ հարցինը, եթե Տիկին Գևորգյան, ծանոթությունը դրված չի, բանում վարչական վարույթի այդ ծանոթությունների ման։ Այսինքն այսօրվա 17:00-ի նիստի վարչական վարույթի ծանոթությունը դրված է։ Բայց կրում եմ դա, ինչ վերաբերում երկու տեղամասերին։ Տեսեք, եթե այդպես ասենք թերացումներ, այո, ավելին մենք կամ բազմաթիվ թերացումներ ունենք, որ մենք ենք նկատել, չէ, որը որ ավելի շատ ինքը նույնիսկ նեղ մասնագիտական է, այսպես ենք, որ մենք մեր համար գույքագրել ենք եւ շտկելու ենք։ Եթե Սահմանադրական դատարանի որոշումով ենք առաջնորդվում, ես ուղղակի կառաջարկեմ, որ դուք Սահմանադրական դատարանի նախորդ ընտրությունների բոլոր հետ գնաք ու ընթերցեք նախորդ ընտրությունների որոշումները։ Շատ այդ իմ ասած ամբողջ այդ զարգացման մեր նաև ընտրական համակարգի զարգացման
այս ընթացքը դուք առարկայում կարող եք տեսնել, եթե սկսեք օրինակ 91-ին Սահմանադրական դատարանի առաջի որոշումը, որ ընտրությունների արդյունքներով կայացրել, եթե չեմ սխալվում 96 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ եղել 96, 98, 99, 2003 նախագահական ազգային ժողով 2007 թվական, 2008 թվական ես կարող եք ընթերցել եւ տեսնել թե ինչեր է, այսինքն Սահմանադրական դատարան այդ խնդիրները, որ ինչ խնդիրների է Սահմանադրական դատարան անդրադարձել։ Ես կարող եմ ասել, որ այն խնդիրները, որ Սահմանադրական դատարանը անդրադարձել է, ի համեմատ նախորդ բոլոր ընտրությունների ամենակիչն է։ Եվ բայց այն խնդիրները, որին անդրադարձել, այդ խնդիրներին բոլորին, եթե նույնիսկ կան խնդիրներ, որոնք օրինակ օրենսդրական լուծման կարիք ունեն, այդ դեպքում մենք ուղղակի կդիմենք ազգային ժողովին, որ ազգային ժողովը այդ խնդիրների լուծում տա, բայց այդ խնդիրները, բոլոր խնդիրները, որը որ մեր կենտրոնական հանձնաժողովի տիրույթում մենք այդ խնդիրների լուծում տանենք։ Հիմա ինչ վերաբերում երկու տեղամասերի հետ կապված։ Տեսեք, երկու տեղամասերում տեղ ունեցած խախտումները այնպիսին են, որ եթե երկու չէ, 3, սկսենք նայից երկու չէ, 3 էր։ Եթե այդ տեղամասերի քվեարկության արդյունքները հավավեր չճանաչվեին, ապա նույն ընտրությունների մասնակից քաղաքական ուժեր կարող են ընդհանուր ընտրությունների անվավերության հարց բարձրացնել։ Եվ այս է խնդիրը, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ որ առանձին տեղամասերում տեղ ունեցել խախտումներ, որոնք որ քվեարկության արդյունքները այլևս հնարավորություն չեն տալիս ունենալ քվեարկության օրինական արդյունքներ, եւ այս դեպքում ընտրական օրենսգիրքը դա համար այդ պատճառով ընտրական օրենսգիրքը նաև ունի այդ ինստիտուտը, որ առանձին տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու ինստիտուտ ունի դրա այդ նպատակով է, որ կարող է նման իրավիճակ տեղ ունենալ։ Եվ այդ իրավիճակը տեղի ունեցել, այդ հաջորդ քայլը արդյոք պիտի վերաքվեարկություն նշանակվեր, թե ոչ։ Կենտրոնական հանձնաժողովի մոտեցումը եղել այն, որ այս դեպքում վերաքվեարկություն նշանակելու կարիք չկա, որովհետև այդ տեղամասերում տեղ ունեցած խախտումները ընդհանուր արդյունքների վրա չեն ազդել։ Ես կրկնում եմ, այստեղ մի հատ շփոթություն կա, որը որ երբ որ ասում ենք տեղամասերում տեղ ունեցած խախտումներ, դա նշանակում է, որ այդ տեղամասերում բոլոր կուսակցությունների ձայները 0 են։ Այսինքն այն խախտմամբ ձևավորված ինչ որ թվեր, որ եղել է նախնական արդյունքներով, չէ, նախնական արդյունքները, որ եղել է, իրավական տեսանկյունից իրան գոյություն չունեն, որովհետև եթե ընդունում ենք, որ խախտումները տեղի են ունեցել, իսկ կարծես թե բոլորը ընդունում են, որ այդ խախտումները տեղի են ունեցել, եւ կենտրոնական հանձնաժողովը այո, պիտի այդ տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչել։ Երբ որ այս ընդունում ենք, արդեն այդ թվերը այդտեղ բոլոր կուսակցությունների թվերը դառնում են 0։ Որևէ մեկը տվյալ դեպքում այդ տեղամասում չուներ X ձայն, որպեսզի գումարեր եւ ստանար ինչ կլիներ։ Պարոն Հովհաննիսյան, բայց դա հասկանալի է դա։ Տեսեք, հիմա ես ասում կենտրոնական հանձնաժողովի մոտեցումը այն էր, որ երբ որ ասենք ինչպես գնահատենք, ազդել է թե չի ազդել։ Որտեղ ազդեցությունը ընտրական օրենսգիրքի տեսանկյունից ազդեցությունը ասում է, որ մասնակիցների թիվը 75 թե 74 կարող է սխալվում եմ։ Այնտեղ ասում է, որ մասնակիցների թիվը գրվում է որպես անճշտություն։ Մնացած թվերը 0։ Այսինքն ինքը ազդեցությունը մասնակիցների թիվն է, որը դառնում է անճշտություն։ Անճշտությունը գումարվում է մանդատների բաշխմանը, հասկանում եք։ Հիմա որպեսզի ունենանք, բարձ թվաբանություն է, ունենք 3 տեղամասի մասնակիցների թիվ, որը ավելացել է անճշտություններին։ Հանում ենք այդ ազդեցությունը, այսինքն այդ 3 տեղամասի անճշտությունները, այսինքն ազդեցությունը հանում ենք ընդհանուր արդյունքներից։ Եվ կրկին մանդատների բաշխում ենք իրականացնում։ Իրավիճակը փոխվում է թե չի փոխվում։ Չի փոխվում, այսինքն կրկին այդ դեպքում այն ինչ ես Սահմանադրական դատարանում ասել եմ, ես նորից դա եմ կրկնում։ Այդ դեպքում կրկին մենք ունենում ենք նույն իրավիճակ, այսինքն
շեմը հաղթահարել են 3 քաղաքական ուժ եւ սա է ազդեցության գնահատականը, սա է ազդեցության գնահատականը ըստ օրենքի սա է քաղաքական ակնկալիքների կամ այլ ակնկալիքների տեսանկյունից ես այսպես որ այդ հասկանալի է մարդկանց այսպես բնական է որ տարբեր քաղաքական ուժերի օգտին քվարկած քաղաքացիների ակնկալիքը տարբեր է բայց ես կրկնում եմ սա այն ինչ որ ես եմ ասում սա ընտրական օրենսգրքով է պայմանավորված սա ընտրական օրենսգրքի լույսի ներքո խնդիրն է թե այլ մարդիկ ինչ ակնկալիք ունեն ես մեկ անգամ եղել է ասուլիսում ասել եմ ինձանից ակնկալիքը այն է որ այդ ամփոփումից հետո էր որ ես պիտի ինչ է ընտրություն կեղծեի որպեսզի Բարգավաճ Հայաստան անցներ արգելինես մոտապես դա է ասում այն ակնկալիքը որ կա դա է որ անեիք այնպես որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցներ կներեք ընտրական օրենսգիրքի կարգավորումները եւ օրենքով ինձ վրա եւ հանձնաժողովի վրա դրված պարտականությունները այլ են Պարոն Հովակիմյան, ձեր ասածը ընկալելի է եւ հասկանալի է։ Մենք հասկանում ենք, որ այդ բոլոր ձայները ընտրատեղամասերում բոլոր ուժերից զրոյացվել են հարցը եւ խնդիրը դրանում չի։ Դուք ասում եք ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա, բայց ինչպես ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա, եթե խնդրում եմ ելքի վրա չէ, ընտրության արդյունքների վրա։ Ընտրության արդյունքների վրա, եթե օրինակ Բարգավաճ Հայաստանն էլ պնդում է, որ այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով իրենք հատում էին անցողի քշեմը, դուք հիմա պնդում եք, որ իրենք այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով էլ չէին հատելու խորհրդարան անցնելու շեմը եւ նաեւ դուք այստեղ նշեցիք, որ եթե մենք այդ 2 ընտրատեղամասերի արդյունքները անվավեր չճանաչեինք, ուժերը գնալու էին արդեն ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ճանապարհով։ Այստեղ հարց է առաջանում, պարոն Հովակիմյան, դա իրենց համանadrական իրավունքն է, կուզեին կդիմեին համանadrական դատան անվավեր ճանաչել, դուք ինչի եք այդտեղ անհանգստանում։ Ինչն էր խնդիրը։ Դուք ասացիք, որ եթե այդ ընտրատեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեն, ուժերը ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ճանապարհով էին գնալ։ Ուզում եմ հասկանամ ձեր մտահոգությունը այդտեղ ո՞րն էր կամ ո՞րն է։ Իմ մտահոգությունը որպես նախագահ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ունենալ ընտրություններ, արդյունքներ, որոնք վիճարկման, այսինքն անվավեր չեն կարող ճանաչվել։ Սա է Այսինքն դուք ասում եք, այսինքն ձեր ավելի պարզ ներկայացնում ձեր ասած ասել լավ խախտում էր եղել, աչք փակեք, իրենք բողոքեին այդ խախտումից չէին բողոքի, վերջ։ Չէ, այդպես չի, հենց առաջի գնահատողը չէ։ Տեսեք, գնահատողը այդպես է։ Խախտումները ոչ ոք չի վիճարկել, հարգելի լրագրողներ, ես կրկնում եմ, խախտումները, որ տեղ են ունեցել, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ 3 տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը բոլորի կողմից ճանաչվել է որպես ճիշտ որոշում։ Հասկանում եք, այստեղ խնդիրը ինչու՞ն է կան, բոլորը ընդունում են, ասում են, այ դուք արել եք ճիշտ որոշում, բայց ձեր հաջորդ քայլերը մեր սրտովը չի, որովհետև մենք դրանից չենք շահում, չէ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաջորդ քայլերը կրկին բխել են ընտրական օրենսգրքից։ Եվ երբ որ ես ասում եմ, որ չեն ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, դա ասում եմ, բանաձևը շատ պարզ է։ Մենք ունենք 3 տեղամաս, որտեղ տեղի ունեցել խախտումներ, կա խախտումների ազդեցություն, որը վերածվում է անճշտությունների։ Եվ կա ընտրությունների արդյունքներ մնացած 2002 տեղամասերում։ Արդյունքն որպեսզի ազդեցությունը գնահատեք, պիտի դիտարկեք այդ 2002 տեղամասերի քվեարկության արդյունքները, ընդհանուր արդյունքները ինչպիսին են։ Կա իրավիճակ, որ այդ արդյունքները 3 խմբակցություն է անցնում, չէ՞։ Այս 2002-ում։ Այս 2005-ում արդեն ավելացրած են անճշտությունները, այսինքն վատար պատկերը ավելացրած։ Կրկին իրավիճակը նույնն է, կրկին 3 խմբակցություն է անցնում։ Սա է որ իրավիճակը, երբ որ ասում ենք, որ չի ազդել, սա պարզ բանաձև է, հասկանալի է, երբ որ այսպես ասեմ, երբ որ մի բան դիմացինի ցանկությունով չի, ինքը ահա կարա հրաժարվի չընդունի, բայց խնդիրը էսա, որ 2005 տեղամասերի քվեարկության արդյունքներով, այդ թվում անվավեր ճանաչված 3 տեղամասերով, անցել է 3 խմբակցություն։
2002-ը եթե այդ 3 տեղամասը չդիտարկենք, այսինքն այդ 3 տեղամասի արդյունքները ընդհանրապես չդիտարկենք, կարծես այդ 3 տեղամասը ընդհանրապես այնպես քվեարկություն չէր եղել։ Էլի անցնում էր 2002 տեղամասը կրկին անցնում էր 3 խմբակցություն։ Այսինքն ստացվում է, որ այս 3 տեղամասի խախտումները չեն ազդել ընդհանուր արդյունքների վրա։ Եթե 3 տեղամասի արդյունքներ, 3 տեղամասի այդ անվավերությամբ փոխվեր պատկեր, այսինքն 2002-ով լիներ մի պատկեր, 2005-ով լիներ մի պատկեր։ Այս դեպքում արդեն մենք գալիս ենք այն քննարկմանը, արդյոք նման պայմաններում հնարավոր է կազմակերպել վերաքվեարկություն։ Այդ իմ համանդրական դատարանում ներկայացված խոսքից կարևոր դա է, որ նման, բայց սա կրկնում եմ, շարունակությունն էր։ Դա լինելու է շարունակությունը, որ արդյոք 3 տեղամասում վերաքվեարկություն նշանակելը լինելու է ազատ արդար թափանցիկ քվեարկություն։ Թե այս դեպքում ուղղակի ունենալու ենք փակ ռեժիմով, բայց բաց քվեարկություն։ Բայց ասում եմ, կրկնում եմ, դա կլիներ այն դեպքում, այսինքն այդ հարցի քննարկումը ավելի ակտուալ կլիներ այն պարագայում, եթե 2002 տեղամասերի արդյունքները եւ 2005-ով ամփոփված արդյունքները իրարից տարբերվեին։ Հիմա սա շատ պարզ այնտեղ, եթե չեմ սխալվում, ընդամենը 21 ձայնով է խնդիրը այդ իրավիճակը փոխվում։ Այսինքն 21 ձայնով է այս իրավիճակը փոխվում։ Մենք վաղաշաբաթի ընտրություններում ունեցանք իրավիճակ, երբ որ խմբակցություններից մեկը 16 ձայնով ավականիում խմբակցություն չունեցավ։ Հիմա այս դեպքում մոտապես նույն խնդիրն է։ Հասկանում եմ, որ ազգային ժողովի այս դեպքում արդեն ազգային ժողովի падգամավորի մանդատի падգամավորական խմբակցության մասն է խոսքի գնում, բայց իրավիճակը սա է օրինական վիճակը։ Մնացածը արդեն էմոցիա են եւ թամենը քաղաքական գնահատականներ։ Համեցեք։ Շնորհակալություն, Փաստինֆո, Քրիստինե Աղանեսյան։ Պարոն Հովակյան, քանի որ դուք մեղադրեցիք լրագրողներին քաղաքական շահ լրագրողներին չկրկնում եմ, լրագրողները ինձ համար ես անձերի նկատում եմ, ովքեր որ իրենց գործունեությամբ են դա։ Ես լրագրողի մասնակից, ես խնդրում եմ էլի 1000, որովհետև լրագրողները ինձ համար այսպես ասած, սիրելի, ամենահարգված, այսպես համքարությունն են։ Հետո շատ լավ։ Հիմա ես վստահ եմ այն հարցը հնչեցնող մարդը ուղղված էր ձեր հայտարարությունը, վստահաբար քաղաքական անցյալ չունի, այնպես ինչպես շատերը այստեղ նստած։ Փոխարենը դուք ունեք քաղաքական անցյալ, պարոն Հովակիմյան, դուք քաղաքացիական պայմանագրի կուսակցության հիմնադիր անդամ եք եւ մանդատը դնելով եւ կուսակցությունից դուրս գալով մարդու մտքերը, գաղափարները եւ բաները չեն փոխվում։ Հիմա ուզում եմ հասկանալ դուք ինչ հարաբերություններ ունեք ձեր նախկին գործընկերների հետ, պահպանել եք հարաբերությունները թե ոչ, եւ քանի որ ամեն դեպքում ձեր քաղաքական անցյալն է նաև հանրության շրջանում այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ այսպես խորը կասկածներ առաջացնում եւ նաև այդ նկարները եւ մեկնաբանությունները նաև դա է պատճառը, որ բավական սուր են, ուզում եմ հասկանալ, դուք երբևէ մտածել եք եւ իդեպ դա նաև ստվերում է, կարծում եմ ԿՀ ինստիտուցիոնալ համակարգի, հա, որպես կառույցի գործունեությանը դուք երբևէ մտածել եք այս ընթացքում, որ կարելի է հրաժարական ներկայացնել։ Դիտարկել եք նման հարց եւ հիմա դիտարկում եք։ Շատ լավ էր, որ ասացիք, որ մարդու մտքերը եւ գաղափարները չեն փոխվում։ Տեսեք, ես հարց տվել եք, ասում եմ, բազմիցս այս հարցին անդրադարձել եմ, բայց հիմա ավելի այսպես ավելի բաց, ավելի ասում եմ նույնիսկ թափանցիկ ձևով պատմում։ Ես 96 թվականից, երբ որ 95 թվականին բանակից վերադարձել եմ եւ ընդունվել եմ կրկին անգամ ընդունվել եմ համալսարան, ես 96-ից սկսել եմ այսպես ասած ակտիվ այն ժամանակ ուսանողական գործունեությամբ եւ այդ ժամանակ նախագահական ընտրություններն էին 96-ի այսպես Վազգեն Մանուկյանի այն ժամանակ նախագահի տեխնացու էր իր աջակից երիտասարդների շարքերում եղել
Ես ինձ իմ ասում, ավելին, ես կարող ասեմ ձեզ հայտնի, կան ներկայիս քաղաքական գործիչներ, որ այն ժամանակ գրքին այդտեղ են եղել։ Ավելին կան մարդիկ, որոնց հետ մենք այդ ժամանակ ընկերներ ենք եղել։ Հիմա իրենք, այսպես ասած, իրենք էլ իրենց թույլ են տալիս իմ հասցեին որ վիավորական որակումներ տան, բայց քավիցի կյանքն է այդպես։ Ես ասում եմ 98-ից սկսել եմ զբաղվել լրագրողությամբ եւ իմ ըստ էության լրագրողությամբ նաեւ զբաղվելու իմ որոշումը եղել է այն, որ ակունքը, այսինքն հիմքը, պատճառը, մոտիվացիան եղել այն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության հարցը պիտի որոշվի բացառապես ազատ արդար թափանցիկ ընտրություններով։ Եվ ես ըստ էության 98-ից զբաղվելով լրագրողությամբ, այս հին լրագրողների բոլորը կարող նետի իրացից փաստեք, որ ես շատ սերտորեն սկսել եմ զբաղվել ընտրություններով։ Հենց ընտրությունների լուսաբանման, ընտրական համակարգ, ամեն ինչ, այսպես ասենք, այսինքն որպես լրագրող, որքան հնարավոր է ընտրություններով մանրամասն զբաղվելը։ Քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշումը արդեն 15 թվականին կրկին ամբողջ մոտիվացիան քաղաքական գործունեությամբ զբաղվելու եղել է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները պիտի անցնեն ազատ արդար թափանցիկ եւ իշխանությունը կլինի տեղական մակարդակում, պետական մակարդակում պիտի լինեն ընտրված։ Իմ ամբողջ եւ իմի կարող եք հետ գնալ որպես падգամավորի իմ գործունեություն դիտարկել եւ կտեսնեք որ էլի կարմիրթելով անցնում է ընտրություն, ընտրական օրենսգիր, այս ամենը։ Եվ ես հարցի ասում եմ, այսինքն ասածս ինն է, ինչ է, որ ԿՀ նախագահի պաշտոնում հավակնելով եւ ընտրվելով ես առավել քան հարազատ եմ մնացել այն գաղափարներին, այն մտքերին, որ ես ունեցել եմ մինչև քաղաքական գործունեություն ծավալել, քաղաքական գործունեության ծավալելու ընթացքում, այսինքն ես հենց իմ ամբողջ գործունեությունը նվիրված է եղել, որպեսզի Հայաստանում ընտրությունները ես իմ ասենք կարողությունների չափով նպաստեմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության ընտրությունը անցնեն ազատ արդար թափանցիկ, այսինքն իմ նախկին քաղաքական գործունեություն լինելը դա այս դեպքում ես կարող եմ այսպես ասել, դա ընդհանրապես մասնագիտություն է։ Նույն հաջողությամբ կարելի է մարդուն անդադ տարբեր, ասենք, կյանքի էտապներում ունեցած մասնագիտությունները այսպես որպես բացասական դիտարկել։ Ես ավելին պիտի ասեմ, այդ եզրույթը, ասենք, օրինակ կուսակցական է եղել, չէ, չի եղել։ Երբ որ հարգելի լրագրողներ ջան, ես նաև նույն քաղաքասարակության ներկայացուցիչներին եմ ասել, սա եղել է առիթ, որ ասեմ, որ տեսեք, երբ որ դուք որևէ ապաքաղաքական պաշտոնի, չէ, հավակնողին, որպես բացասական ներկայացնում եք կուսակցական լինելը, ակամա կուսակցական լինելը դարձնում եք շատ վատ բան, որովհետև ստացվում է, որ մարդը օրինակ ասենք երիտասարդ համար նախկին կուսակցական հարգելի լրագրողներ ջան, նայեք ամբողջ Եվրոպա, նայեք, ես ձեզ ասում եմ, նայեք Եվրոպան, նայեք, չգիտեմ, ժողովրդավարական երկրներ, որ ուզում եք նայեք, մարդը ունի կենսագրություն, ինքը կարող է լինել կուսակցական գործունեությունը դադարեցնել եւ գնալ ապա քաղաքական անկախ գործունեության հավակնել։ Որ ժողովրդավարական երկիր ուզում եք նայեք։ Այսինքն այստեղ խնդիրը նախկին կուսակցական լինելը ներկայացնել որպես սուբյեկտիվիզմ, այդ կներեք այդպես չի ու սա այդ մոտեցումը սխալ է, որովհետև դա կուսակցություններին ակամա ձեր, այսինքն այսպես են բանաձևում կուսակցություն դառնում է շատ վատ բան, որ որ եթե հանկարծ վաղը քո կարիերայում կարող լինել այնպես, որ դու ցանկանաս հավակնել օրինակ ապաքաղաքական պաշտոնի, այ կուսակցական լինելը շատ վատ բան է, դու երբեք այլևս չես կարող հավակնել։ Դա համար եմ ասում, սա նույնն է թե ասել, որ մարդը կյանքի ինչ որ փուլում լրագրող է եղել մասնակցությամբ, վերջ ինքը չի կարող ապաքաղաքական կամ ինչ որ պաշտոն զբաղեցնել։ Սահմանադրությունը իզուր չի ասում, որ
իր գործունեության, իր պաշտոնավարման ընթացքում, եթե նման խնդիր լիներ, սահմանություն չէր ասի պաշտոնավարման ընթացքում, կասեր մինչ այդ երբևէ ասում քաղաքական գործունեության զբաղվածների հետ կապված։ Եվ Մեր հարաբերությունները Եվ ինստիտուտի հետ կապված էլ մի բան էլ ասեմ, նենց հետաքրքիր է, բայց իսկ ասենք ամենայն հարգանքով ներկայիս անդամներից առնվազն երկուսը քաղաքական անցյալ ունեցող մարդիկ են։ Ու իրենք 5 կազմից են, այդպես ասեմ, բայց իրենք այդ ժամանակին, երբ որ եկել են ԿԸՀ, այդ ժամանակ դադարեցրել են իրենց կուսակցական քաղաքական գործունեությունը եւ նշանակվել են ԿԸՀ անդամ։ Եվ սկսել են պաշտոնավարել, այսինքն այս ասվածը ամենևին տեղին չի եւ մեկ էլ չէ, դեր հարաբերությունները չպատասխանեցին։ Հա, հարաբերությունները կարող եմ ասել, որ տեսեք, ում հետ որ ուղակի տարիների, ասենք, վաղեմի ընկերություն ենք ունեցել, փորձում ենք այդ ընկերությունը որքան թույլ է տալիս արդեն պաշտոնի կարգավիճակը ժամանակ նկատել զբաղվածությունը այդ ընկերությունը ինչ որ կերպ պահպանել։ Օրինակում հետ ունեք հարաբերություններ հիմա։ Այս վերջի, այսպես ասեմ, վերջին երևի մոտավորապես 6 ամիսը ըստ էության չեմ կարողացել շփվել ասում եթե ձեզ քաղաքական որ ասում քաղաքական ներկայիս պաշտոն ունեցող իմ ընկերներն եւ իրենց հետ իմ մյուս ասենք ընկերներ ես ասեմ իմ բոլոր ընկերներից որոնք որ մինչեւ պաշտոն ստանձնել մինչեւ պատգամավոր դառնալ ունեցել որևէ բան չի փոխվել այդ թվում դպրոցական ընկերները այդ թվում իմ թաղամասում որտեղ որ ծնվել մեծացել եմ ասենք ընկերներից մի մասը ասենք կան անձնական բիզնես ունեն կամ աշխատող ասենք չգիտեմ ինչ ասեմ վարպետ հա արհեստավոր չասեմ ասենք վարպետներ են եւ ես բոլորի հետ շփումները ընկերների հետ նորմալ կուսակցական տեսեք կուսակցական գործընկեր չէ ես ասում եմ կուսակցական չի ես այնտեղ կոնկրետ քաղաքացիական պայմանների կուսակցությունում ունեմ ընկերներ որոնց հետ իմ ընկերությունը կուսակցական գործունեությամբ չի պայմանավորված է դեռևս 90 ու 2000-ականների սկզբից մեր այսպես ասած երբ որ թամենը նույնիսկ քաղաքական ասենք այդ գործունեությամբ զբաղվելու այդ իսկի այսպես նման հեռանկար չկար վարչապետի հետ վերջին անգամ շփվել եմ 1 տարի առաջ այսինքն զուտ անձնականով 1 տարի առաջ ավելի քան 1 տարի առաջ այս ընթացքում այս անցած տարի 2 անգամ եկել է պաշտոնական միջոցառումներ հստա որ իր նախագահությամբ նիստի եմ մասնակցել այնտեղ հակակոռուպցիոն խորհուրդ գոյություն ունի վարչապետի որոշումով ստեղծված այդ աշխատանքներին եմ մասնակցել բայց այդպես չէ բայց շատ կցանկանայի որ հնարավորություններ ուղղակի որ կարողանայի ասենք ընկերներիս հետ շփվել բայց այդ պաշտոնի էլի կասեք մտածել եք այդ մասին տեսեք եթե ես երբևիցե համարեմ որ ես թերացել եմ այսպես ասենք այսինքն նկատի ունեմ իմ գործունեությամբ ինչ որ թերացում է եղել այսպես ասենք հա կարող նման բան եթե ես տեսնեմ որ ես կարող եի անել այսպես չգիտեմ ասենք այն գործունեությամբ ինչ որ մեծ ինչ որ վնաս եմ տվել Հայաստանի Հանրապետության ես ասում եմ ես իրականության մեջ այս ընտրությունները ես ինչ եմ ասում հարգելի լրագրողներ ջան բոլոր ընտրությունները on-line է եղել այս ընտրությունները մի հատ կադրեր է զինվորների կադրերից բացի կարակ ուրիշ կադր ցույց տա որ խախտումների մասին խոսում եք ես ուղղակի ուզում եմ որպեսզի հետ վերադառնանք մի հատ ման անենք չկա այն քաղաքական գնահատականները քաղաքական գործիչների մեղադրանքները ես ամեն ինչ հասկանում եմ ես ասում եմ փաստեր ասում են խախտումներ ընտրությունները on-line ռեժիմում է եղել բերեք այդ տեսագրություն բոլոր գիտեք որ բոլոր գրանցված կուսակցությունները հնարավորություն են ունեցել բոլոր տեղամասերը միաժամանակ դիտելու ավելին քվեարկության օրվանից հետո իրենք հնարավորություն ունեին բոլոր այդ 1757 տեղամասերի ձայնագրությունները 2 օրվա ներբեռնելու ես նկատի ունեմ
որ կարող էին ներբեռնել, գնել, դանդաղ, երկար, կադրերով նայել, խախտումները ցույց տալ։ Հասկանում եք, ես դա համար եմ ասում, ես համանդրական դատարանին ասում, բերեք այդ խախտումները, ցույց տվեք այդ խախտումները։ Ցույց տվեք, որովհետև այդպես քաղաքական գործիչը այո, ազատեք, քաղաքական գործիչը ինչ ուզի կհայտարարի։ Չեք մտածել մի խոսքով։ Իհարկե ոչ։ Մի րոպե էլի, բան հավաքիմյան ոնց թե քաղաքական գործիչը ազատը ինչ ուզի կհայտարարի։ Այդ թեմայով մի բան եմ ուզում ասել։ Հերթս լավա վերջապես հասավ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընտրախախտումներին իր խոսքերն է մեջ բերում, որ ինձ դատի չտան, ասեն զրպարտել եմ, աղավաղել եմ։ Ես գիտեմ մի բան, ԿՊ-ն ստացել է 100% օրգանիկ քվե, Էմյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Առնվազն միջև կարող է իրենց տնեցիներին փող չեն տվել, բայց էդ էլ եմ կասկածում։ Ըստ Փաշինյանի նույնիսկ ընտրություններից առաջ մեծ բաժնեմասեր են փոխանցվել խոշոր ընդդիմադիր ուժերի առաջնորդների ընտանիքի անդամներին, մտավախություն ունենալով, թե նրանք կարող է չքվեարկեն։ Ու շարունակել է. առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը։ Հիմա դուք սա անվանում եք, որ քաղաքական գործիչը ինչ ուզի կարող է հայտարարել եւ չեք համարում, որ իր այսպիսի հայտարարությամբ նա առնվազն նվաստացում է կենտրոնական դրական հանձնաժողովի եւ նախագահի գործունեությունը, կասկածի տակ դնելով փաստացի ձեր գործունեությունը, որովհետեւ եթե ընդդիմությունը ընտրակաշառքով է ընտրվել, դուք չեք արձանագրել եւ հայտարարել եք լեգիտիմ ընտրությունների լեգիտիմ խորհրդարան ունենալու մասին, այսօր էլ մանդատներն եք բաշխում, հակասություն է էլի առաջանում։ Մեկ էլ մի բան ուզում եմ ճշտել։ Ասում եք, որ այդ 3 ընտրատեղամասերում արդյունքները չէին ասելու, արդյունքն վերահաշվարկ է իրականացվել այդ ընտրատեղամասերում եւ ուզում եմ հասկանամ, այդ process-ը ոնց է եղել։ Վերահաշվարկ եք կատարել, ամեն ինչ այդ ընտրախախտումները վերացրել եք եւ պարզել եք, որ չի ազդելու, դա ոնց է եղել։ Եվ եւս մեկ հատ ասում եք, որ Սահմանադրական դատարանը սահմանում է, որ կենտրոնական դրական հանձնաժողովը դատախազության միջնորդությունների բավարարեք չբավարարեք ժամանակ պետք է հաշվի առնի տեխնացուի իրավունքները, ճիշտ եմ չէ՞ հասկացել ձեր ասածը։ Հիմա հնարավոր է ընտրվելու իրավունքի իրացումը։ Ընտրվելու իրավունքի։ Հիմա առաջիկայում օգոստոսի 2-ին լիազորությունները ստանձնելու նիստն է լինելու ազգային ժողովում։ Հնարավոր է, ինչպես ասեցիք, որ ընտրություններով պայմանավորված չեք քննել ու դատախազության միջնորդությունը, հա, հետ եք ուղարկել, հնարավոր է հիմա էլ, որպեսզի գոնե այդ մարդկանց հնարավորություն տակ, որպեսզի իրենց լիազորությունները ստանձնեն։ Եվ Մամիկոն Ասլանյանի դեմ էլ է կասեցի, որ նոր քրեական գործ է հարուցվել։ Տեսեք, հարցերը վարչապետի խոսքից մեջ բերեցիք, երկրորդը ուզում եմ այդ սխեման հասկանալ, ոնց է կապվել, որ տեղամասերը խնդիրը եւ երրորդը արդեն տեխնացուների լավագույն շահերը հաշվի առնելով։ Ուղղակի պիտի բոլորից ներողություն խնդրեմ, ուզում եմ նայել արդեն լրագրողը, բայց այս հարցին հենց փորձեմ նամնես արագ պատասխանել ու ցանով սահմանափակվենք։ Տեսեք, ձեր ներկայացած հենց քաղաքական գործի, քաղաքական հայտարարություն էր, որի, այսպես ասենք, այդ հայտարարության, այսպես ասենք, թիրախը քննադատությունը մեկ այլ քաղաքական ուժ էր։ Մեկ այլ քաղաքական ուժը տեսեք, ուժ չի, ընտրողներին է ասում, դուք գնացել եք ընտրակաշառքով եք քվեարկել, քաղաքական ուժերը չեն։ Տեսեք, դուք կարող եք, դուք եք որպես լրագրող, կարող եք վերցնել քաղաքական գործի հայտարարությունը, այդ, այսպես ասած, ձեր ցանկալի պրիզմայով դիտարկել եւ հնչեցնել դա ձեր իրավունքն է, բայց այստեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կը նախագահի անելիք չկա, երբ որ քաղաքական գործիչներ բանավիճում են։ Այդ թվում երբ որ իրենք երբեմն սուր են բանավիճում։ Բանավիճը խոսքի ազատությունը քաղաքական գործիչները բանավիճում են։ Տեսեք, կրկնում եմ, տեսեք դուք ոնց կցանկանաք, չէ, ասենք վարչապետը ինքը իր ելույթը իր հայտարարությունն է, դուք լրագրող եք, ոնց կցանկանաք գնահատեք, խոսքի ազատություն է։ Տվյալ դեպքում ակնկալել, որ պիտի քաղաքական գործիչների հայտարարություններին արձագանքի կենտրոնական դրական հանձնաժողովը, այստեղ է։ Հիմա ամբողջ ասած էսա, թե չէ կենտրոնական դրական հանձնաժողովը ընդհակառակը պիտի զերծ մնա քաղաքական գործիչների, քաղաքական հայտարարություններին, այսպես
արձագանքներ կամ գնահատականներ տալու, որովհետև այդ դեպքում շատ հեշտ է քաղաքական չեզոքության այդ սահմանը խախտելը։ Սա մեկ։ Երկու տեղամասերի խնդիրը, տեսեք, երկու տեղամասերի խնդիրը դուք երևի ինձ թվաց նախապատվությունը բոլորին հայտներ, դրա համար ես չկրկնեցի։ Դա 3 տեղամասերից մեկում 8-րդ համարի քվեաթերթիկը չէ եղել։ Մի իրավապահները կքննենք, պարզվի թե դա ոնց է եղել, որ այդ հանգամանքը պարզվել էր երեկոյան ժամը 6-ին քվեարկության օրը։ Երբ որ կոնկրետ ընտրող, որը որ տվյալ քաղաքական ուժին էր ցանկացել ընտրել, արձանագրել է, որ իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը չկա, եւ այստեղից արդեն մնացած այսպես գործընթացը ոնց որ այդ խնդիրը ի հայտ եկավ։ Այդ տեղամասը չգիտեմ, ասում եմ, մի թող իրավապահները քննեն, հասկանան, ասենք, ստանալուց են ոնց որ չեն ուշադիր չեն եղել, չեն ստացել, կամ ստացել տարել են, չգիտեմ, վերջը, մի խոսքով այդ տեղամասի հանձնաժողովի իրենք պետք է պարզաբանեն, թե դա ինչպես է տեղ ունեցել։ Մյուս երկու տեղամասը 1051-ը եւ 3565, այնտեղ զինվորների քվեարկության հետ էր կապված դրվագը, որ ըստ էության մի տեղում քվեարկությունը ոչ թե 20:09-ին էր ավարտվել, այլ ավարտվել էր 23:38, իսկ մյուս տեղում 21:22 կամ 42 չեմ հիշում, բայց ու այստեղ խնդիրը դա էր, որ ըստ էության ընտրական օրենսգրքի պահանջը, որ 20:00-ին քվեարկությունը ավարտվում է եւ եթե քվեարկության սենյակում կան ընտրողներ, նրանց հնարավորություն է տրվում քվեարկելու ու դուրս գալու։ Այսինքն, եթե հաշվենք, որ սովորաբար տեղամասում միաժամանակ կարող են ըստ ընտրական օրենսգրքի ներկա գտնվել մոտ 15 ընտրող, ենթադրվում է, որ քվեարկությունը, եթե ասենք նման իրավիճակ, քվեարկությունը պիտի ավարտվի 8:15-20, լավ 8:30 կողմն է։ Որտեղ մի տեղամասում մենք էլի նույն խնդիր ունեցել ենք, երբ որ 8:22 էր քվեարկությունը ավարտվել, մենք դա համարեցինք իրավաչափ, այսինքն դա խնդիր չտեսա։ Բայց երբ որ ժամ ու կես, 3 ժամ ու կես քվեարկությունը շարունակվել, այստեղ խնդիր էր։ Ու եթե մենք այդ խնդիրը հետ գնանք նայեք, մենք հայտնել ենք ոնց եք պարզել, որ ընտրությունների արդյունքների վրա չեն ասում, ոնց եք պարզել։ Հա, այդ բանաձևն էի ասում էի, ամփոփել 2002 տեղամասի առանց այս 3-ի կա արդյունքներ, չէ՞, ընդհանուր արդյունքներ առանց այս 3-ի։ Ինչպես։ Այստեղ շատ թվաբանական բանաձև կա, ամփոփել 2002 տեղամասերով արդյունքները եւ տեսնել քանի խմբակցություն է անցնում եւ ամփոփել 2005 տեղամասերի արդյունքները արդեն այդ անվավեր ճանաչած տեղամասերով, որոնց որ մասնակցությունը վերածվում է անճշտության։ Եվ այդ վիճակով, եթե այս երկուսը իրարից տարբերվեին, արդեն ստացվել էր, որ ազդել է, այսինքն թվերի պարագայում ազդել է։ Բայց կրկնում եմ, պատկերը նույնն է, երկու դեպքում էլ 3 խմբակցություններ անցնում։ Սա եւ մյուս վերջի շուշը հիշացրեք պատասխան, եթե վերջում էլ ինչ-որ երրորդ բան, ինչ-որ լավագույն շահը տեխնիկաների հաշվի առնելով հնարավոր է։ Տեսեք, տեխնիկայի ընտրվելու համանդրական դատան որ ասում է տեխնիկայի ընտրվելու։ Սա վերաբերվում է ըստ էության։ Եթե տեսնենք մինչև քվեարկության փուլը, քվեարկությունից հետո ընտրական օրենսգրքի տեսանկյունից տեխնիկացուն չէ գործունեությամբ ընտրվելու հետ կապված չկա որևէ որ ասենք պիտի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապահովի։ Ավելին, ընտրական օրենսգիրքը նույնիսկ կալանքի տակ գտնող տեխնիկացուների պարագայում այդ կարգավորումն էլ ունի, որ ոնց պիտի իրենց քարոզարշավը ապահովեն։ Այսինքն այս դեպքում դա էր։ Կարծում եմ բավարարեցի, բայց արդեն 10 րոպեից մեր նիստն է պլանավորված, որ նիստը որ դռնփակ է լինելու, պես որ հարգելի լրագրողներ, այսքանով ավարտենք։
Ja, wir sind ja